Եվ այսպես ուշադրություն, Թրամփի ուշադրությունը սևեռվում է Հայաստանի վրա։ Թրամփի ձեռքերը հասնում են արդեն Հայաստան։ Ռուսաստանի հետ խնդիրը կարգավորելուն պես Հարավային Կովկասում ստեղծված խնդիրը ևս պետքա կարգավորվի, խոսքը բնականաբար հայ-ադրբեջանական խնդրին է վերաբերվում եւ միգուցե Թրամփի այս վարչակազմի գործողությունների արդյունքն է նա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին վերաբերվող տեքստի կետերի մնացած երկուսը համաձայնության են բերվել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի ղեկավարությունների կողմից։ Եվ իհարկե սա նաեւ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ որ Ալիևը գնաց Թուրքիա եւ հանդիպեց Էրդողանի հետ։ Եվ բնականաբար քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների Թուրքիային հետաքրքրող մանրամասները եւ Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանին խորհուրդներ է տվել։ Հիմա չգիտենք այդ խորհուրդները եղել են ընդդեմ մեզ, թե այդ խորհուրդները ուղղակի եղել են խորհուրդներ, որը ոչ մեկին չի վնասել, բայց մենք ունենք մի իրավիճակ, երբ որ ադրբեջանական կողմը ասում է վերջ, խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց դեռևս չգիտենք, թե դա երբ ամբողջական վերջնական տեսքի կբերվի եւ երբ դա կստորագրվի եւ որտեղ կստորագրվի։ Շատ կարեւոր է իհարկե, թե դա որտեղ է ստորագրվելու, թե Ռուսաստանում, թե Թուրքիայում, թե այլ պետությունում, բայց մենք խորհուրդ կտանք դա ստորագրել կամ Իրանում, կամ Վրաստանում։ Խորհուրդ չենք տա դա ստորագրել Թուրքիայում եւ Ռուսաստանում։ Այնտեղ, որտեղ որ ստորագրվել են վերջին շրջանում Հայաստանին վերաբերվող պայմանագրեր, ըստ էության դրանք ինչքանով որ վերաբերվել են Հայաստանին, այնքանով էլ վերաբերվել են Ռուսաստանի պետական շահերին եւ ավելի շատ ներկայացրել են ռուսական պետական շահը, քան հայկականը, որի արդյունքում մեր պետությունը մինչև հիմա ոտքի չի կարողանում կանգնել։ Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև գործընթացներին, որոնք ակտիվորեն ընթանում են, Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի դեսպանը գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է ունենում ամերիկյան բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ եւ դրանով ամրապնդվում է Ամերիկայի եւ Հայաստանի միջև կապերը։ Կոպիտ ասած մենք անընդհատ հիշեցնում ենք մեր գոյության մասին, որովհետեւ նման մեծ պետություններում մեր պես պետություններին, որ մենք աչքի ընկնող պետություն չենք, լուրջ հնարավորությունների տեր պետություն չենք գլոբալ առումով, դրա համար մի քիչ մեզ մատների արանքով են նայում եւ մենք պետքա միշտ փորձենք ինքներս մեզ ներկայացնել, դառնալ կարևոր պետություն։ Այսօր Եվրոպայի հետ այդ հարաբերությունները չկան։ Այսօր որոշակի առումներով մենք հիշվում ենք Եվրոպայում եւ Եվրախորհրդի ընդունած բանաձևը ընդդեմ Ադրբեջանի ամբողջությամբ վկայակոչում է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշակի ուշադրության կենտրոնում է Եվրամիության բարեկամ պետությունների կողմից։ Վերջերս նաև տարածվեց հետևյալ տեղեկատվությունը մամուլում, որ Դոնալդ Թրամփի վարչակազմում աշխատող հայ գիտնականը խորհուրդ է տվել Թրամփին զբաղվել հայերի հարցով եւ թույլ չտալ, որ 3 միլիոն քրիստոնյաները ապրելով երկու կողմից սեղմված մահմեդական պետությունների արանքում խեղճանան եւ քանի որ Թրամփը իր քարոզարշավից սկսած մինչև առ այսօր խոսում է աշխարհում բոլոր քրիստոնյաների պաշտպանության մասին, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նախ աշխարհում առաջին քրիստոնյաներն են եւ հետո ամենավտանգված քրիստոնյաները աշխարհում։ Եվ ազգությամբ հայ մեր հայրենակիցը Թրամփին խորհուրդ է տվել զբաղվել հայերով, նրանց անվտանգությունը կարևոր է եւ եթե Ադրբեջանի նկատմամբ լինեն որոշակի կոպիտ գործողություններ, կարելի է ենթադրել, որ Թրամփը կարդացել է այդ նամակը եւ փորձում է շտկել անհավասարությունը եւ փորձում է իսկապես կանգնել քրիստոնյաների կողքին։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է, բոլոր կետերը, որոնք վերաբերվում են խաղաղության պայմանագրի բուն տեքստին, այդ տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է Հայաստանի հետ եւ Հայաստանը ընդունել է վերջին երկու կետերը, որը Ադրբեջանը փոփոխել եւ փոխանցել էր հայկական կողմի քննարկմանը, հայկական կողմը քննարկել է եւ ընդունել է։ Հայկական կողմից դեռևս արձագանք չկա,
դա այդպես է, թե դա այդպես չի, եւ մենք բնականաբար թշնամական կողմի տրված տեղեկատվությանը մենք չենք հավատում, մինչև որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնական հաղորդագրություն այս մասով չտարածի, բայց իհարկե մենք կասենք հետեւյալը, որ այդ երկու կետերի մասին նաև խոսակցություն եղել է հայկական կողմից, որ այո, մնացել էր երկու կետ եւ հիմա եթե այդ երկու կետը համաձայնության բերվեն, խաղաղության պայմանագիրը մեծ հաշվով պատրաստ կլինի ստորագրման եւ միգուցե արդեն իսկ պատրաստ է խաղաղության պայմանագիրը ստորագրման եւ Հայաստանի ժողովուրդը բնականաբար չգիտի թե ինչ կետերի մասն է խոսքը գնում, դա շատ վատ է, որ չգիտի ժողովուրդը, միգուցե դա արվում է որպեսզի չվնասվի բանակցությունները եւ շարունակվի հանուն խաղաղության այս խաղաղության պայմանագրի ստեղծումը, այսինքն քիչ մարդ իմանա դրա բովանդակության մասին, այնքան ավելի հեշտ կլինի աշխատել դրա վրա։ Բայց եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ճակատագրին, մենք կարծում ենք, որ Հայաստանի ժողովուրդը պարտավոր է իմանալ, թե ինչ է ստորագրվելու իր թշնամու հետ։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնացել է Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի զենք մատակարարող պետություններին, ասելով հետեւյալը, որ Հայաստանին ուղարկվող զենքերը բնականաբար օգտագործվելու են ընդդեմ Ադրբեջանի եւ ինքը ներկայացրել է, որ այն պետությունները, որոնք զինում են Հայաստանի, նրանք նախապատրաստում են հարձակում ընդդեմ Ադրբեջանի։ Հերթական սպառնալիքները, որը ըստ էության միշտ էլ եղել է եւ Հայաստանը շարունակել է եւ շարունակելու է ձեռք բերել զենքեր այն բոլոր պետություններից, որոնցից հնարավոր է։ Եվ այսօր անվտանգությունը միայն մենք կարող ենք ապահովել, միայն հայ ժողովուրդը կարող է իր անվտանգությունը ապահովել եւ հայ ժողովրդի ձեռքի տակ գոնե պետքա լինի նորմալ զենք, զինամթերք, զինտեխնիկա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը այս լարված տարածաշրջանում կարողանա հանգիստ ապրել եւ երբ որ մենք ասում ենք լարված տարածաշրջան, մենք մեր գլուխը պտտում ու հասկանում ենք, թե լավ որտեղ է այդ կռիվը, Վրաստանում բնականաբար լարված է ռուսների հետ, Ուկրաինայում լարված է ռուսների հետ, Հայաստանում լարված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Կարելի ասել հիմնականում հենց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ այդքան լարված չի, ամենայն դեպս պատերազմի վտանգ չկա։ Եվ հասկանում ես, որ պատերազմները հետսովետական պետությունների տարածքում են, հիմնականում բոլոր պատերազմների մեղավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ժամանակին սխալ գծելով տարբեր երկրների, այդ թվում նաև մեր պետության սահմանները, անօրինական կերպով մեր պետության տարածքները տալով Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, տարածաշրջանում մտավ հակամարտություն, դարավոր հակամարտություն, որը մինչև այսօր շարունակվում է։ Եվ այսօր ռուս-ուկրաինական հակամարտությունը ընթանում է կրկին սովետական միության պատճառով։ Ռուսաստանը իր գործած սխալը սովետի ժամանակ, երբ որ գծել են Ուկրաինայի